Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, 168 TV եթերում ռևյուի հերթական թողարկումն է։ Տաղավարում այսօր հյուրընկալել ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանին։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ, ուրախ եմ ձեզ հյուրընկալելու մեր տաղավարում։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Ես գիտեմ, որ դուք մշտապես ակտիվորեն ներգրաված եք խորհրդարանական դիվանագիտության մեջ եւ պարբերաբար հանդիպումներ եք ունենում միջազգային կառույցների ներկայացուցիչների, տարբեր երկրների ներկայացուցիչների, պաշտոնյաների, խորհրդարանականների հետ բարձրացնելով այն հարցը, որը փորձում են Հայաստանում մոռացության տալ։ Ընդհանրապես ինչ վիճակում է այսօր Արցախի հարցը եւ ըստ ձեզ կհաջողվի արդյոք Հայաստանի իշխանությունների եւ Բաքվին վերջնականապես փակել անշրջելիորեն փակել Արցախի հարցը, թե հետագայում կլինեն հնարավորություններ այս հարցը միջազգային եւ հայկական օրակարգ վերադարձնելու։ Գիտեք, նախ սկսենք նրանից, որ քաղաքականության մեջ վերջ հասկացություն այդպեսին որպես չկա։ Եվ այն ինչ որ փորձում են ցուցադրել Հայաստանի իշխանությունները իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, դա ընդհանրապես ցուցադրություն է եւ խորքային առումով չունի իմաստ։ Ինչու, որովհետև նախ տեղյակ եք, որ 2024 թվականի հունվար ամսին արդեն Արցախի Հանրապետության ազգային ժողովը պատվիրակեց, ստեղծեց հանձնախումբ, որը ղեկավարում է պարոն Օսկանյանը եւ որի անդամները բավականին լուրջ քաղաքական դերակատարություն ունեն աշխարհի տարբեր երկրներում, ինչու չէ նաեւ Հայդատի գրասենյակների ներկայացուցիչներ են, ունենք նաեւ իհարկե Հայաստանի քաղաքասարակությունից, Արցախից ներկայացուցիչներ այդ հանձնախմբում, որը սկսեց ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Ես ասեմ, սկզբում մենք այդքան էլ լիահույս չէինք, որ արդյունք ենք գրանցելու կամ դռները չեն փակվելու այդ հանձնախմբի առաջ, որովհետև հենց անունը հանձնախմբի արցախցիների իրավունքի պաշտպանության հանձնախումբն է, որը զբաղվում է զուտ արցախցիների վերադարձի իրավունքի հարցը բարձրացնելով տարբեր միջազգային տարբեր հարթակներում։ Եվ արդեն շուտով կլինի 2 տարի, ինչ ենք մենք գրանցել։ Մոտ 1 շաբաթ առաջ մենք հանդիպում ունեցանք, հերթական հանդիպումը մեր գործընկերների հետ, որոնք ժամանել էին Հայաստանի Հանրապետություն, էլի աշխարհի տարբեր ծայրերից, եւ ասեմ, որ բավականին ոգևորիչ էր արդյունքները, որովհետև ստացվում է, որ հանձնախումբը արդեն հնարավորություն ունի լինել նաև այնպիսի հարթակներում, որոնց արձագանքների մասին խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ ներկայացնում է, որ իբրև թե միջազգային հարթակներում չի դիտարկվում Արցախի հարցը կամ Արցախ վերադարձը։ Եվ ասեմ, որ լրիվ հակառակ եւ ինչպես մեր գործընկերները նշեցին, բավականին այդ առումով դրական արդյունք ունեն գրանցած, որովհետեւ դուք հիշում եք նախորդ տարի մարտ ամսին մենք լուրջ այդ առումով հաղթանակ գրանցեցինք Շվեյցարիայի ստորին եւ վերին պալատները ընդունեցին բանաձև արցախցիների վերադարձի իրավունքի բանաձևը եւ հետագայում ստեղծվեց կոնկրետ Շվեյցարիայի խորհրդարանում ստեղծվեց հանձնախումբ, գոյություն ունի այնտեղ պատկերացնում եք հանձնախումբ, ով կոնկրետ զբաղվում է այդ հարցով։ Եվ հանձնախումբը բացի այն, որ իր գործադիր մարմնի հետ կոնկրետ աշխատանքներ ունի, մասնավորապես արտաքին գործերի նախարարության հետ, նաև արդեն տարբեր հարթակներում մեր հանձնախմբի հետ միասին ներկայացնում է արցախցիների իրավունքը։ Վերջերս, ինչպես ներկայացրեցին մեր գործընկերները, հանդիպումները տեղի են ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ դեռևս նախատեսվում են ելի մի շարք պետություններում, որտեղ որևէ մեկը չի հերքել արցախցիների իրավունքը Արցախ վերադառնալու մասով եւ հակառակը պատրաստակամություն են հայտնել աջակցել եւ այդպես քաղաքական օրակարգում այդ հարցը իրականում լսելի դարձնել ու թողնել տակ։ Ներգրաված է նաեւ միջազգային քրիստոնեական կազմակերպությունը, որը բավականին լուրջ ակտիվ աշխատանք է տանում, նաեւ համագործակցում է մեր հայ առաքելական եկեղեցու հետ այդ առումով, որտեղ դուք գիտեք նաեւ, որ
ի տարբերություն իշխանությունների հայ առաքելական եկեղեցին եւս ցանկացած հնարավորություն օգտագործում է խոսելու, բարձրացնելու, օրակարգային թեմա դարձնելու վերնշված հարցը։ Եվ այս առումով ես ասեմ, որ հանձնախումբը աշխատում է նաև որպեսզի մի շարք պետություններում եւս ստեղծվեն, կազմվեն բանաձևեր կոնկրետ եւ տարվեն աշխատանքներ իրավունքների մասով արցախցիների։ Եվ ասեմ, ինչպես փաստում են մեր գործընկերները, ցավոք սրտի կա մի փուլ եւ դա քննարկումներում անընդհատ խոսվում է այդ մասին, որ հասնելու է այս ամեն ինչի արդյունքը, հասնելու է ոչ թե ավարտը, այլ կոնկրետ գործնական աշխատանքներին հասնելու փուլում արդեն անհրաժեշտ են լինելու Հայաստանի իշխանությունները եւ հենց մեր միջազգային գործընկերները ցավով են նշում, որ ցանկացած նման խոսակցություն կամ պայմանավորվածություն նախ հնարավոր չէ, հա, վերջնարդյունքին հասնելու համար, երկրորդը Հայաստանի ներկայիս իշխանությունները միանշանակ նույնիսկ չեն քննարկում այդ հարցը, այսինքն հենց փակողը ոչ թե միջազգային այդ կառույցներն են, այլ Հայաստանի իշխանություններն են։ Եվ տեսեք, ես պատահական չէ որ նշեցի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւս կա նման քննարկում եւ քննարկումը տեղի է ունեցել նաեւ սենատորների հետ, հա։ Ու այո, մենք հանդիպում ունենում ենք ինչպես հանձնախմբի միջոցով, այնպես էլ ուղիղ եւ այս տարի գարնանը հանդիպում ենք ունեցել մեր Շվեյցարիայում հենց հանձնախմբի ղեկավարի հետ, հա, վերին պալատի պատգամավորի հետ, որը միանշանակ կիսում էր մեր բոլոր մտահոգությունները եւ պատրաստակամությունը, այսպես ողջ էներգիայով ներգրավելու, որպեսզի այս անարդարությունը, որը տեղի է ունեցել արցախցիների հետ, որևէ կերպ լռության չմատնվի։ Եվ բոլորը միանշանակ ամենակարևոր հանգամանքը նշում են, որ այն պահից, երբ Հայաստանում կլինեն այնպիսի իշխանություններ, որոնց համար այս այսպես ակնհայտ մարդու հայի իրավունքները ոտնահարող իրավիճակը անհանգստացնող կդառնա եւ պատրաստ կլինեն բանակցային գործընթացում ներգրավել, որտեղ նաեւ կլինի օրակարգային հարց արցախցիների վերադարձի այդ իրավունքի հարցը, որևէ խնդիր մեր միջազգային գործընկերները այդ առումով չեն տեսնում։ Իսկ ինչ մեխանիզմներով ընդհանրապես հնարավոր Արցախահայության այդ կոմպակտ վերադարձը Արցախ իրենց հայրենի տները, ընդհանրապես ինչ մեխանիզմներ կան։ Եթե դուք տեղյակ եք, մենք 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գրանցեցինք Արդարություն եւ Վերադարձ հասարակական կազմակերպությունը, որի նախագահը ես եմ, եւ այդ կազմակերպության շրջանակներում մենք սկսեցինք ակտիվ հանդիպումներ ունենալ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, քաղաքներում տեղակայված արցախցիների հետ։ Դա ուղղակի դահլիճային հանդիպումներ չէին, որտեղ ուղղակի մենք զրուցում էինք կամ փորձում կիսվել մեր ցավով ու դարդով, այլ կոնկրետ հստակ հարցերով հանդիպումներ էին, որին յուրաքանչյուր հանդիպմանը մասնակցում էր 50-ից 60 արցախցի եւ տարբեր սոցիալական հարցերի քննարկումներից զատ գլխավոր հարցներ ինչպես եւ ինչպիսի Արցախ է ցանկանում վերադառնալ Արցախցին, որովհետեւ գիտեք շատ կարեւոր է հետագայում պատրաստ լինել ցանկացած բանակցային գործընթացի ներկայացնել իրականում հենց արցախցիների ցանկությունը, որովհետեւ հայաստանյան ներկայիս իրավիճակում շատ դժվար է այդ հավաքական, հա, պատկերացումները ունենալ այս իշխանությունների օրոք։ Հետևաբար այդ հարցումների ընթացքում մենք կազմեցինք մի փաստաթուղթ, որտեղ ասես կարմիր տողով հիմնական պատկերացումները արցախցիների հետևյալն էին, որ բոլորի մոտ ես չեմ հանդիպել մի արցախցու, ով հերքում է Արցախ վերադառնալու ցանկությունը կամ չունի այդպիսի ցանկություն, բոլորի մոտ կար հենց այդ ցանկությունը եւ բոլորը միանշանակ փաստում են, որ այնպիսի Արցախ, որտեղ չի լինելու համակեցություն ադրբեջանցու հետ եւ պիտի ապահոված լինեն միջազգային
կառույցների օգնությամբ անվտանգությունը միջազգային խաղաղապահներ, ասենք օրինակ։ Այո, դա եւս տարբերակ է դիտարկվող, բայց մենք այդ ամենը ամփոփելիս իհարկե հասկանում ենք շատ լավ, որ գիտեք, որևէ մեկը այս պարագայում չի պատրաստում բռունցքը խփել սեղանին ու ասել, գիտեք ինչ, մենք այսպես, ոչ, շատ լավ հասկանում ենք, որ ունենալով ազգային շահը սպասարկող իշխանություններ, որոնք ներգրաված կլինեն իրական բանակցային գործընթացում, որտեղ ներկայումս որևէ բանակցային գործընթացում ներառված ամենայն դեպս չի երևում, հա, այս իշխանությունների ներկայությունը եւ այդ բանակցային գործընթացում այդ իշխանությունները կունենան օրակարգային հարց։ Նաեւ այս մեր բոլոր աշխատանքները միտված են նրան, որ ցանկացած քաղաքական ուժ, որ հայտ է ներկայացնում լինել գալ իշխանության Հայաստանի Հանրապետությունում, ինքը իր աչքի առաջ պիտի ունենա արցախցիների հարցը նաև, հա, եւ այն ինչը որ մենք այս ընթացքում արել ենք, դա պիտի որպես օրակարգային հարց ներառված լինի հետագա բանակցային գործընթացում։ Եվ բանակցային գործընթացի ժամանակ են նման հարցերը քննարկվում, փոխադարձ, եթե կարիքը լինում է փոխզիջումներ լինում, համաձայնություններ լինում, այստեղ շատ կարևոր է, որ հիմքում պիտի լինի արդարությունը, այսինքն եւ արցախցիները եւ ընդհանուր առմամբ հայերը, որտեղ այս պարագայում ես չեմ դիտարկում, որ Արցախ պիտի վերադառնա հենց արցախցին, Արցախ պիտի վերադառնա հայը, այնպես ինչպես 90-ականներին ազատագրեց հենց հայը, հա, այսպես հավաքական Հայաստան, Արցախ, Սփյուռք հայը եւ պիտի այդ արդարության զգացումը լինի միանշանակ։ Առանց դրա ես կարծում եմ, որ բանակցային գործընթացում նաեւ այդ օրակարգային հարցը ճիշտ այսպես ձևակերպում չի կարող ունենալ։ Իսկ հաշվի առնելով այս բանակցային գործընթացը եւ կարգավորման գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, որը ներկայացվում է որպես արդեն իսկ խաղաղության հաստատում, թեև խաղաղության համաձայնագիրը նույնիսկ ֆորմալ առումով չի ստորագրվել եւ ինչպես գիտեք այդ փաստաթղթում Արցախի մասին որևէ հիշատակում չկա, ավելին այնտեղ ինչքան հիշում եմ կետեր կային այսպեսի ծայրահեղականության, սեպարատիզմի, ռասայական խտրականության մերժման, բացառման մասին, այսպիսի լուծումը, եթե իհարկե կարող ենք համարել լուծում, մենք իհարկե լավ ենք հիշում պատմությունը եւ հիշում ենք, որ 1921-ին էլ նման մի լուծում տրվեց Լեռնային Ղարաբաղի հարցին, բայց որը պայթեց 1988-ին։ Այսպիսի անարդար լուծում արդյոք կարող է բերել ընդհանրապես իրական եւ կայուն խաղաղության տարածաշրջանում։ Գիտեք, նախ սկսենք նրանից, որ բանակցային գործընթաց որպես այդպեսին ես չեմ տեսնում։ Եվ կարող եմ հանգիստ արձանագրել, որ չկա որպես այդպեսին բանակցային գործընթաց ներկայումս, կա դրա իմիտացիա, կա դրա ցուցադրություն, որովհետև գիտեք, ամենահասարակ հարցերը, երբ որ մենք ինքներս մեզ տալիս ենք ու շատ պարզ պատասխաններ կան դրանց, հասկանում ես, որ այստեղ չկա բանակցային գործընթաց։ Լավ, հիմքում դնում են խաղաղությունը, բնական է, որևէ մեկս խաղաղությանը դեմ երբևէ չենք կարող խոսել։ Առավել եւս հայը, առավել եւս Արցախում ապրած հայը, որը հատկապես վերջին 9-10 ամիսների ընթացքում տեղանվելու ընթացքում շատ լավ գիտի ինչպիսին է իր դիմաց կանգնած ադրբեջանցին եւ ինչերի է ինքը ընդունակ։ Հետևաբար մենք շատ լավ ենք հասկանում այդ խաղաղությունը, շատ լավ հասկանում ենք ինչպիսին են լինում այդ խաղաղության ճանապարհները եւ ինչպես այս իշխանությունները փորձում են ցույց տալ, որ մենք դա որպես ագրեսիա, պատերազմ ենք տեսնում, բնավ այդպես չէ, որովհետեւ նման ճանապարհները ունեն քաղաքական լուծում, հարթեցումը նման խնդիրների, բնականաբար ինչը չի կարող լինել այս իշխանությունների օրոք, որովհետեւ իրենք ուղղակի հրահրեցին պատերազմ, այնուհետև պարտվեցին այդ պատերազմում կամ պայմանավորվեցին այդ պատերազմում Արցախի գնով պահել իրենց իշխանությունը, հետագայում իրենց հետագա պայմանավորվածությունները իրականացնելու համար, բայց դրանց անունը դրեցին բանակցային գործընթաց, որովհետև եթե իշխանության ղեկավարը Հայաստանի Հանրապետության ասում է, որ գիտեք Արցախը շղթա էր, մեր կոկորդին փաթաթված, չգիտեմ, բեռ էր եւ այլն, որից ազատվելու դրա համար մենք 30 տարի վատ ենք ապրել, պատերազմներ ենք ունեցել, զոհեր ենք ունեցել։ Պիտի ազատվել դրանից, որ չունենանք զոհեր, պատերազմներ եւ հաստատենք խաղաղություն, իսեր Աստծո ինքը ազատվեց Արցախից։ Ազատվեց, բայց այլ ինչու՞մն է խնդիրը այդ խաղաղության,
որ հիմա էլ հերթը հասել է Հայաստանի շուրջ ինչ որ քննարկումների, հասել է Սևանի, հասել է Երևանի։ Այո, որովհետև գիտեք, վերջերս էլի մեր միջազգային գործընկերներից մի ցավալի այդպես տեղեկություն ունեցանք, որ կոնֆերանս էր տեղի ունեցել, որտեղ տարբեր երկրների ներկայացուցիչներ են եղել եւ եղել էր նաեւ մեր հանձնախմբի անդամը, եղել էր նաեւ ադրբեջանցի ներկայացուցիչ եւ խոսել էր միանշանակ Արևմտյան Ադրբեջանից։ Եվ երբ իրեն հենց մեր գործընկերները խնդրել էին կոնկրետ քարտեզի վրա ցույց տալ, ի վերջո որտեղ է Արևմտյան Ադրբեջանը ըստ իրենց պատկերացման, որովհետեւ տեսնեն նաեւ միջազգային այդ գործընկերները եւ ներկայացուցիչ Ադրբեջանի ցույց էր տվել Հայաստանից տարածքը, որի մասին մենք շատ լավ գիտենք հավակնությունները կոնկրետ որողությամբ եւ նշել էր, որ դեռևս այսքան է։ Այսինքն վերջերս հատկապես 1-2 շաբաթ այդ ագրեսիվ հռետորաբանությունը Ադրբեջանի, ես կարծում եմ կոնկրետ մեզ ցույց է տալիս, որ չկա որևէ խաղաղության նպատակ, այս մարդիկ չունեն, այլ բան է, որ խաղաղության անվան տակ փորձում են Արցախը ստանալուց հետո փորձում են Հայաստանից ինչ որ տարածքներ ստանալ, հա, որովհետև շատ նման է հռետորաբանությունը դեռևս արդեն 2020-ից հետո եղած հռետորաբանությանը, շատ կոնկրետ շատ նման է եւ հասկանում ես, որ այն մեխանիզմները, որոնք օգտագործվել են 2020 թվականից հետո Արցախի նկատմամբ, հիմա ուղղակի կիրառվում են Հայաստանի նկատմամբ, որտեղ այն ժամանակ արդյունավետ են եղել այս երկու իշխանությունների համար, ինչու պիտի երկրորդ անգամ իրենք չկրկնեն ու այդ արդյունքը չստանան։ Եվ հաջորդ պահը ես գիտեք ինձ մոտ մի տեսակ այսպես արդեն շատ նմանությունները ամենօրյա ռեժիմով ես տեսնում եմ, էլի Արցախի մասով ու Հայաստանի մասով գործընթացների, որովհետև մի այդպիսի քաղաքական գործիչ էլ Արցախում արդեն իսկ երբ սկսվել էր շրջափակումը, մեզ անընդհատ համոզում էր, որ անհրաժեշտ է տնտեսական ինտեգրում Ադրբեջանին եւ այդ տնտեսական ինտեգրումը մեզ թույլ կտա պահպանել Արցախում ապրելու հնարավորությունը եւ պետք է չխորշել նաեւ այդ պարագայում համակեցությունից, իդեպ Արցախից էր այդ քաղաքական գործիչը եւ տնտեսական ինտեգրման արդյունքում Արցախը կարող է հարստանալ, ինչ-որ միամիտ կամ հատուկ, հա, այսպես տրամաբանություն եւ այնուհետեւ կհզորանա ու հետ կվերցնի իր բոլոր այդպես զավթված տարածքները։ Բնական է, որ դա մերժվեց ոչ միայն խորհրդարանի խելամիտ, հա, քաղաքական ուժերի կողմից, այլ մերժվեց Արցախի հասարակության կողմից, դա ամենակարևորն էր եւ փաստ, երբ Արցախի հասարակությունը իրականում սովալուկ, որովհետև ես դրա մասին ինչքան էլ պատմում եմ, որևէ մեկը չի կարողանալու դա պատկերացնել, այդ իրականությունը, որ տեղի ուներ արդեն սեպտեմբեր ամսին Արցախում 2023-ից սկզբին, սեպտեմբեր ամսվա, եւ երբ պայման դրվեց, որ եթե մենք թույլ տանք ակնայով Ադրբեջանով, ակնայով իրենց լեզվով, հա, ասած աղդամով բեռներ մտնել ընդ որում եւ հումանիտար եւ ցորեն նույն կերպ թույլ կտան նաև որ այն մտնի Լաչինի միջանցքով եւ հետեւաբար Պարենի հարցը կլուծվի։ Դուք հիշում եք խորհրդարանում կար այդպիսի քննարկումներ եւ ես այն падգամավորներից եմ եղել, որը չի փորձել կտրուկ դրան դեմ խոսել, որովհետև այդ պարագայում երբ իրականում մենք արդեն զոհեր ունեինք սովից, ես իմ վրա վախենում էի վերցնել նման պատասխանատվություն, որովհետև այդ պահին իրականում ժողովուրդը պիտի որոշեր եւ ժողովուրդը փակեց ճանապարհը։ Դուք տեսաք, թույլ չտվեց, որ մտներ, որովհետև շատ լավ հասկանում էր, որ այդ պարագայում տնտեսական ինտեգրում կդնեն անունը, ինչ կդնեն անունը, ուղղակի հայը ոչնչանալու է Արցախում եւ չի կարողանալու դա հնարավորություն չի տալու Արցախը պահել հայկական։ Ինչ տեղի ունեցավ այս կեղծ ձևական պարտադրված խաղաղության արդյունքում այսօր Հայաստան արդեն մտնում են բեռներ, որոնք գալիս են Ադրբեջանով։ Այո, երեք, ինչպես մենք տեղեկացանք,
Հայաստան է եկել ռուսական ցորենով բեռնված գնացքը, որը Ռուսաստանից է եկել Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով, այսինքն Արցախն էր խանգարում այս ամենը։ Եվ պատրաստում են դեռևս 132 վագոն էլ նույն ճանապարհով բերել, այսինքն վերջ ըստ այդ տեսեք իմ այդ հիշողությունների ու պատկերացման այդ գործընթացի սա տնտեսական ինտեգրումն է հենց։ Սա հենց տնտեսական ինտեգրումն է։ Չէ, որովհետև խոսում են տնտեսական աճի մասին, տնտեսական զարգացվածության մասին, այլ բան է, որ Արցախի քաղաքական գործիչը դա այլ քողի տակ էր ներկայացնում, հա, մենք կհզորանանք, զենգզինամթեր կգնենք, իհարկե հասկանալի էր, միամիտ չէր որևէ մեկը, որ այդ պարագայում ադրբեջանական վերահսկողությունն էլ է եւս շատ ուժեղանալու, եւ դու իհարկե զենք եւ զինամթեր չես կարողանալու ներկայացնել։ Նկատի ունեք, որ Հայաստանը կախվածության մեջ կընկնի Ադրբեջանից եւ կընկնի նույն շրջափակման մեջ։ Միանշանակ ես տեսեք, ես սրա դիտարկում անում եմ զուտ քաղաքական տեսանկյունից։ Ես չեմ դիտարկում աշխարհագրական, տնտեսական, ռազմական որևէ անկյունից չեմ դիտարկում, զուտ քաղաքական անկյունից եմ դիտարկում եւ միանշանակ իհարկե բոլոր կախվածություններից զատ կախվածությունը կա այստեղ։ Ռազմական գործիչները այսօր առավոտյան ես նորից կարդում եի ռազմական գործիչների դիտարկումները, օրինակ մեր բանակի այս իբրև թե վերակառուցման։ Իդեպ Հայաստանը կրճատում է ռազմական ծախսերը, ժամկետային զինծառայության ժամկետը, Ադրբեջանը ավելացրել է հաջորդ տարվա բյուջեով իր ռազմական ծախսերը մոտ $200 միլիոն հասնելով 5.1 միլիարդի ավելի, քան սա ինչի մասին է վկայում։ Եվ նոյեմբերի 8-ին պատրաստվում են մեծ այդպես, հա, ցուցադրություն անել նաև այդ ամեն ինչի, եւ երեք արդեն իբրև թե մամուլին հասանելի էր դառնում նոր ձեռք բերված, այո, հզոր այդ զինտեխնիկան Ադրբեջանի եւ ուղղակի պարզ տրամաբանություն, հա, եթե խաղաղություն է տարածաշրջանում հաստատվել եւ ըստ Ադրբեջանի ներկայացրածի որևէ խնդիր ինքը աշխարհի որևէ այլ պետության հետ այդ առումով չունի, ապա ինչի համար է բանակի այս աստիճանի հզորացումը եւ ինչի համար է այսօր դրան հակառակ Հայաստանը ըստ էության վերացնում, որովհետեւ ռազմական գործիչները փաստում են, որ այսօր ողջ ծանրաբեռնվածությունը օրինակ արդեն միայն հերթապահող զինվորի եւ պայմանագրայինի ուսերին է եւ մնացած առումով բանակ այսպես ինչ որ թուլացած, հանգիստ խաղաղ իրավիճակում է հայտնվել, այսինքն նույնիսկ, հա, այսպես ինչ որ ագրեսիայի ստացվում է, որ այլևս Հայաստանը չի պատրաստվում դիմակայել, այսպես է ստացվում։ Եթե իրենք դա ուզում են խաղաղության ներքո ներկայացնել, ոչ, ես սա հասկանում եմ որպես կախվածություն, ենթակայություն ինչ որ մեկ այլ պետության, որովհետև ինչու եմ ես վստահաբար ասում, վերջին ժամանակահատվածում շատ ակտիվացել է նաև թուրքական ռետորաբանությունը այդ առումով եւ բավականին այսպես պաշտոնյաները շատ իդեպ շատ ավելի նվազել է ադրբեջանական կողմից համեմատած թուրքական կողմի, հա, արևմտյան Ադրբեջան եւ Զանգեզուրի միջանցք այդ ձևակերպումները եւ շատ ավելի մեծացել է թուրքական կողմի մոտ այսօր չես տեսնի կամ չես լսի մի պաշտոնյա, որը չխոսի արևմտյան Ադրբեջան իբրև թե ադրբեջանցիների իրենց բնիկ տարածքներ վերադառնալու պահանջի մասին եւ նաեւ Զանգեզուրի միջանցք ձևակերպումը եւ դրա կարեւորությունը թուրքական աշխարհի համար։ Անընդհատ այդ ձևակերպները լսում ենք։ Եթե սա խաղաղությունն է, ես չգիտեմ, այս պարագայում ես հակառակը սա կոնկրետ ես տեսնում եմ սա որպես զավթողական, հա, ռետորաբանություն, քաղաքականություն, որը բավարարում է Ադրբեջանը եւ Թուրքիան միասին։ Եթե մինչ այդ Ադրբեջանն ու Թուրքիան անում էր Արցախի նկատմամբ եւ իդեմս Հայաստանի իշխանությունների ունեին իրականում օգնականներ, որը վերջի պահին մեզ լրիվ թողեց մենակ, հա, 120,000 արցախցիներ մենակ մնացին թուրքական, ադրբեջանական համատեղ ագրեսիայի դեմ, հիմա ստացվում է, որ այդ նույն ագրեսիան արդեն կա Հայաստանի դեմ եւ էլի իդեմս Հայաստանի իշխանությունների այդ առումով ունեն օգնություն։
եւ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ թուլանալու եւ ժողովրդի հոգեբանական առումով եւ ժողովրդին ճնշումների առումով եւ արտաքին քաղաքականության մեջ ամբողջությամբ որևէ դերակատարություն չունենալով։ Վաշինգտոնի հռչակագրից հետո տարբեր կարծիքներ են հնչում, որ գոնե ռազմական սպառնալիքները զգալիորեն նվազել են։ Ըստ ձեզ որքանով է այսօր իրական Հայաստանի դեմ ռազմական նոր ագրեսիան կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում։ Գիտեք, ես որպես սովորական քաղաքացի, որը հետևել է իրադարձություններին, ընդ որում պաշտոնական լրահոսին, ես տեսել եմ ընդամենը օգոստոսի 8-ին 3 պետությունների ղեկավարներ գրկել են, համբուրվել են, ժպտացել են, ինչ-որ մեղրածոր բառեր են ասել, մեկը մեկին մեծարել են, ժամանակ առ ժամանակ իրար անուն չհիշելով, երկիր չհիշելով, նույնիսկ այդպիսի միջադեպեր էլ անընդհատ եղան, երկուսով միացել են, մեծարել են մյուս երկրի ղեկավարին, առաջարկել են Նոբելյան մրցանակ եւ այլն, եւ վերջ դրանով ավարտվել է։ Ես դրանից հետո որևէ զարգացում, որպես քաղաքացի, եթե որևէ մեկը տեսել է, կարող է ինձ տեղեկացնել։ Ես վստահ եմ, որ որևէ մեկը այդ առումով զարգացում չի տեսել։ Այսինքն այդ գործընթացի հստակեցում, հա, հստակեցում, գիտեք ինչու, որովհետև նորից ինձ հիշողություններս հետ են տանում են Արցախ, տանում են Արցախի հանրապետության այն ժամանակվա նախագահ, խորհրդարան, երբ հիշում եք աղավնո ներքին Սուսն ու Բերձորը հանձնելուց հետո հրատապ հարց առաջացավ արագ Լաչինի միջանցքի փոփոխություն, իբրև թե իրենց ներկայացնելով մեկ այլ միջանցքի, որի ձևակերպումը մենք շատ լավ հստակ եւ պարզ էր այդ ձևակերպումը, երևում էր, որ այնտեղ չկա միջանցք հասկացություն, այլ կա ընդհանրապես ճանապարհ։ Եվ երբ ազգային ժողովի ամբիոնից ես նախագահային բազմիցս երևի թե ամեն անգամ այդ հարցը հնչեցրել եմ, որ մտահոգություն չկա, որ այն այլևս միջանցք չէ եւ ճանապարհ է, որ ամեն վարքյան կարող է թշնամին եւ փակել, եւ ագրեսիայի առիթ դառնալ, եւ հազար ու մի խնդիր առաջացնել Արցախում ապրող հայերի համար, ես ստանում էի նույն տիպի հիստերիկ պատասխաններ, ինչ որ այստեղ ազգային ժողովում հնչեցնում է Հայաստանի ղեկավարը, այսինքն որ այնտեղ մի քիչ այլ ձևակերպման, որ կառուցվելու է հրաշալի ճանապարհ, որակով ճանապարհ, ինչ որ տարօրինակ բարձաբանումներ էին տրվում, բայց ոչ քաղաքական դրա նպատակն ու հետևանքները երբևէ չտրվեցին, ինչպես եւ այստեղ չեն տրվում։ Այսինքն դու շատ լավ կամ այն հարցերին, ինչ տեղի կունենա, եթե օրինակ այդ ճանապարհին վթար տեղի ունենա, ով է ենթադրենք այդ վթարի հետևանքները վերացնելու, ինչպես է եթե, չգիտեմ, ինչ որ միջադեպ է տեղի հազար ու մի հարցեր, որ կարող են առաջանալ, որովե պատասխան չտրվեց, որովհետև այդ պատասխանը այն ժամանակ Արցախի իշխանությունները իրենք էլ չգիտեին, որովհետև իրենք չէին որոշողը, այնպես էլ այստեղ առաջացնում են նման հարցերի հիստերիա, որովհետև այդ հարցերի պատասխանը իրենք չունեն, եւ այդ հարցերի պատասխանը իրենք չէ, որ տալիս են, այդ հարցերի պատասխանը տալիս են իրենց ղեկավարները, որոնք Ադրբեջանն է եւ Թուրքիան։ Ամենայն դեպս պահվածքը այդպիսին է։ Այստեղ մի կարևոր հարց կա, իհարկե մենք գիտենք, որ Արցախի հանրապետությունը մինչև 2020 թվականի այս սարսափելի պատերազմը դե ֆակտո Հայաստանի մաս է, թե ֆորմալ առումով իհարկե դրա պատճառներ կային, ներկայացում էր որպես անկախ հանրապետություն, հա, բայց Արցախի անկախության այդ հանգամանքը շատ դեպքերում նաև կարող էր խաղալ հայկական շահերի օգտին, եթե Երևանը չէր գնում Հայաստանի շահերին համընթաց, ինչու էր Արցախի ղեկավարությունը ենթարկվում։ Ցավոք, ամենացավոտ հարցն է երևի, որովհետև 2018 թվականին, երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանազավթումը, ես, ինչպես եւ մնացած բոլոր քաղաքացիները, զբաղված էի իմ գործով, կրթական համակարգում, եւ ցավոք սրտի Արցախում եւս շատ քչերը հասկացան, որ տեղի ունենում մի process, որը անդառնալի է լինելու Արցախի համար, միգուցե, եւ process-ը տեղի ունենում, որը բերելու է պատերազմ, որը բերելու է Արցախի հանձնում։ Եվ շատ քչերն էին, որ այն ժամանակ հասկանում էին, այդ թվում նաեւ մեր փոքրիկ թիմը դեռ այն ժամանակ, եւ հենց դա էր պատճառը, որ ստեղծվեց
Արդարություն կուսակցությունը 2018 թվականի օգոստոսին, որովհետև շատ լավ մենք հասկանում էինք, որ այլ ձևաչափ չունենք պայքարելու այն process-ների դեմ, ինչը որ տեղի է ունենալու։ Եվ գիտեք, սարսափ էր իրականում ապրել Արցախում ու տեսնել, որ այո, Հայաստանի իշխանություններին դեռևս կամ սատարում են։ Բայց ես ասեմ, դա էլ ուներ դեռևս սկզբում գոնե 2018-ին իր պատճառները, որովհետև 30 տարի շարունակ քաղաքականությունը համատեղ է վարվել, Արցախի ու Հայաստանի, որովհետև շատ լավ Հայաստանում իշխանությունները հասկացել են, որ Արցախը դա այն հարցն է, որը որպես դերակատար նաև աշխարհում քաղաքական առումով պահում է նաև Հայաստանին եւ Արցախի գործընթացը, բանակցային գործընթացը բոլոր առումներով նաև ապահովում է Հայաստանի անվտանգային համակարգը, ինչը այս իշխանությունները աբսուրդի հետագայում վերածեցին նաև եւ այդ գործընկերային հարաբերությունները, որոնք իրականում են եղել եւ ինչպես էլ այս իշխանությունները փորձեն ներկայացնել, որ այդպես չի եղել, եղել է ենթարկվածություն, ամենայն դեպս մինչ 2018 թվականը եղել են գործընկերային հարաբերություններ եւ ցանկացած բանակցային գործընթաց, որը տեղի է ունեցել, եղել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համաձայնությամբ։ 2019-ից արդեն սկսեց իրավիճակ փոխվել, որովհետև ինչ տեղի ունեցավ, Հայաստանի իշխանությունները սկսեցին ստեղծել օջախներ Արցախի հանրապետությունում եւ իրենց սրտին հաճելի կերպարներ, քաղաքական գործիչներ, դուք ինքներդ ականատես եք եղել այդ process-ներին, դուք տեսել եք նաև ընտրությունները ինչպես են տեղի ունեցել եւ ականատեսների պնդմամբ, որովհետեւ մինչ այդ ես քաղաքական գործընթացներում չեմ եղել, վստահորեն չէի կարող ասել, երբևէ Արցախը նման նախընտրական գործընթաց չէր տեսել, նախագահների տեխնացուների քանակով, երկրորդը ընտրակաշարքների առումով եւ բյուջեից մխսված գումարի քանակով, որտեղ դրանք հասնում էին տասնյակ միլիոնների դոլարների, այն գումարները, որոնք նաեւ որպես ընտրակաշարքներ բաժանվել են Արցախում, որպեսզի հետագայում ձևավորվեր այն իշխանությունները, որը Հայաստանի իշխանությունների սրտի համեմատ կլինեին ու կգործեին։ Շատ արագ հասկանալի է, երբ արդեն ես եւս խորհրդարանում էի որպես այդպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, շատ արդեն ակնհայտ էր ինչը տեղի ունենում Արցախում։ Ձևավորվել էր իշխանություն, որը տեսեք շատ կարևոր է այս հանգամանքը, ոչ թե գործընկեր չէր, ինքը շատ հարցերում արդեն տեղյակ չէր ինչը տեղի ունենում Արցախի շուրջ։ Եվ դա շատ արագ մենք հասկացանք, երբ սկսվեց ահասարսուռ պատերազմը, եւ պատերազմի սկսելուց մի քանի օր անց արդեն իդեմս նախագահի հասկանալի էր դառնում, որ իրենք նույնիսկ տեղեկացված չեն ինչ է տեղի ունենում սահմանների երկայնքով։ Նույնիսկ ռազմական գործողություններից տեղյակ չէին, որովհետև այն հարցերը, որ ես առիթ եմ ունեցել տալու նախագահին, որ գիտեք զենքերը չեն լռում, որովհետև բնական է ուրեմն չկա բանակցային կամ ինչ որ քաղաքական գործընթաց կամ դիվանագիտական այս առումով աշխատանքներ չեն տարում եւ խնդրել եմ որպեսզի պատասխանի այդ հարցին, անկեղծ ինքը չի ունեցել այդ հարցի պատասխանը, որտեղ ուղղակի տեղեկացված չի եղել։ Պատերազմից հետո արդեն խորհրդարանում Իլուր Աշխարհի, նաև մեր գործադիրի, գործընկերները էլի ի պատասխան իմ հարցերի փաստել են, որ Հայաստանի իշխանությունների հետ որևէ ոչ թե գործընկերային հարաբերություն, այլ ընդհանրապես որևէ հարաբերություն չկա, որովհետև զանգերը մնում էին անպատասխան, նույնիսկ մարդիկ փորձել են նամակագրային կապ ստեղծել ղեկավարության ներկայացուցիչների, իշխանության ներկայացուցիչների Արցախում եւ այդ նամակները եւս մնացել են անպատասխան եւ բազմիցս արձանագրվել է, որ կա շփում երկու անձերի միջև, դա Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ Արցախի այն ժամանակվա նախագահի միջև է եղել, այն էլ քանի անգամ որ Արցախի նախագահը մեզ հետ կիսվել է այդ առումով, ներկայացվել է, որ ասվում է այնքան ինչքան որ պետք է կամ ինչը որ պետք է եւ այն էլ վստահ չենք դա իրականությունն է թե կեղծ
ինչ որ ինֆորմացիա է տրվում Արցախի նախագահին, այսինքն այդ առումով որևէ հարաբերություն նույնիսկ չի եղել եւ ցավալին այո նա է որ Արցախի իշխանությունները եւս ցուցադրական ստեղծել են այդ իմիտացիան որ կա հարաբերություններ Հայաստանի իշխանությունների հետ եւ քաղաքական գործընթացները եւս համատեղ են գնում իրականում եղել է միայն իրական գործընկերային հարաբերություններ Արցախի փոքրաթիվ ընդդիմության եւ Հայաստանի ընդդիմության միջեւ եւ հիմնական տեղեկությունը ինչքանով որ հնարավոր էր ունենալ իրական գործընթացների վերաբերյալ միայն այդ ճանապարհով էր հնարավոր լինում եւ գերիների հարցը կարեւորագույն հարցերից մեկը Վաշինգտոնում Սպիտակ տանը մենք հիշում ենք որ Թրամփը Փաշինյանին ասում էր որ խնդրելու է Ալիևին ազատ արձակել հայ գերիներին Բաքվում բանտարկված հայ գերիներին ինչ զարգացումներ կան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ մնացած գերիների ազատ արձակման հարցի հետ կապված արդյոք մեր իշխանությունները որևէ քայլ ձեռնարկում են այս ուղղությամբ Գիտեք, քանի որ մենք գործընթացներից բնական է կոնկրետ տեղեկություն, իրական տեղեկություն չենք կարող ստանալ, էլի մեր հնարավորությունների սահմաններում եւ դրան գումարած տրամաբանությունը գոնե արերես տեղի ունեցող գործընթացների ես դիտարկում եմ այն ինչ որ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին կամ ամերիկյան պոպուլիզմ այդ առումով այսպես հումանիտար ցուցադրությունը, որովհետև Ամերիկայի ղեկավարը եւս կարծում եմ շատ լավ միգուցե մեզնից նաեւ լավ հասկանում է, որ ցանկացած փաստաթուղթ եթե այսպես խորը, հա, գործընթացների է տանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ապա մինչ այդ փաստաթղթի նույնիսկ նախաստորագրումը, ինչպես իրենք են սիրում ասել, պիտի կարգավորված լինեին հումանիտար բոլոր խնդիրները։ Գերիների կամ պատանդարված մեր հայրենակիցների Բաքվում գտնվելը դա որևէ քաղաքական հիմք չի կարող ունենալ այն զուտ հումանիտար խնդիր է որը չի լուծվել առ այսօր հետեւաբար սա եւս մեկ ապացույց որ աբսուրդ է հա այդ իրենց խաղաղության օրակարգը եւ դա կեղծ է իրականում որովհետեւ եթե գնում ես դու խաղաղության մի պետության հետ, որի հետ այլևս դու որևէ խնդիր չես տեսնում, բոլոր առումներով, տնտեսական, քաղաքական, ռազմական բոլոր առումներով, հետեւաբար ընդհանրապես մատի շարժումով կամ նույնիսկ առանց իրար հետ խոսելու պիտի այդ հումանիտար հարցը կարգավորված լիներ, նույնիսկ առանց բարձրաձայնելու։ Լավ չեղավ, հասավ մինչև այդ քննարկում, մինչև Թրամփը խոսեց այդ մասին։ Էլի երկու տարբերակն եմ դիտարկում, կամ պոպուլիզմը ամերիկյան, կամ Հայաստանյան կողմը մերժել է այդ առաջարկը, որտեղ դրանից հետո մենք եւս չտեսանք որևէ զարգացում այդ առումով, մենք տեսանք զարգացում հակառակ իմաստով, հա, այն որ իբրև թե բացահայտվել է մեր հայրենակիցների արած հանցագործությունները այս տարիների ընթացքում եւ մենք արդեն պիտի սպասենք թե ինչ մեղադրանքներ են ի վերջո առաջադրվելու եւ ինչ է որոշելու դատարանը։ Մենք նաեւ տեսանք, որ ասուլիսի ընթացքում երբ հարց ուղեցին հայերի վերադարձի մասին, նա շրջանցեց այդ հարցը։ Գիտեք, իրենք լավ ձևը գտել են, որովհետեւ մենք Հայաստանում անկախությունից ի վեր դեռևս երևի սովորում ենք 7 տարի մենք տեսնում ենք ոչ թե հողի վրա քայլող գործող իշխանություններ, այլ մենք տեսնում ենք ինչ որ սոցիալական հարթակներում այդպես աշխատող, հա, գրառումներով աշխատող ինչ որ իշխանություններ, որոնք իրական կյանքից կտրված վիրտուալ կյանքում ինչ որ աշխատանքներ են տանում, որովհետև դու հասկանում ես, որ այն ինչ որ կա այսօր սոցիալական հարթակներում որևէ կապ չունի իրական կյանքի հետ։ Այս մարդիկ կտրված են, օրինակ, հա, որը կապ չունի իհարկե ձեր հարցի հետ, այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է, որ Հայաստանում 2025 թվականին ուսուցիչները 700,000 եւ ավել գումար կարող են ստանալ։ Ես գիտեմ 2025 թվականին ատեստացիային ամենաբարձր միավոր ստացած ուսուցչի, ով եթե պահումները մաքուր աշխատավարձ մոտ 300 քանի հազար դրամ գումար է ստանում։ Այդ որտեղից է այդ 700, բա ինչու չի ստանում այդ ուսուցիչը։ Հասկանում եք,
չկա վիրտուալ իշխանություն, չկա իրական իշխանություն։ Այսօր անիշխանություն է Հայաստանում, բայց այդ վիրտուալ իրականության մեջ այս մարդիկ ներկայացնում են, որ գերիների ուղղությամբ իրենք աշխատում են, վայ, Սուս մնացեք, դուք սսկվեք, որտեվ գիտեք ինչ, դա հայոց հարցն է, դա այնքան լուրջ հարց է, որովհետև եթե դուք խոսեք, ապա գերիներին չեն վերադարձնի։ Բայց նման ամենափոքրիկ հարցը իրականում, այո, այս ամբողջ գործընթացների մեջ գերիների հարցի կարգավորումը դա ամենափոքր եւ նվազ ջանք պահանջող ամենահեշտ լուծվող խնդիրն էր, որ իրենք պիտի լուծած լինեին։ Էլ չեմ ասում, որ իրավապաշտպանները փաստում են, որ խոսքը 23 անձանց մասին չէ, այլ գումարած 80-ից ավել, նույնիսկ կան դեպքեր, որ փաստում են, որ գումարած եւս 100 անձ, որը իրենց նախնական տվյալներով գերեվարված կամ պատանդարված են։ Ստացվում է, որ այդ առումով որևէ տեղեկություն, ինչու՞ չէ, նաեւ եկեք գումարենք տեղահանումից հետո այդ սարսափելի պայթյունից հետո բենզալցակայանում մեր 22 հայրենակիցների այսպես անհայտ մնացած ճակատագրի, որովհետև հարազատները անընդհատ դիմում են մեզ, մենք որևէ կապ այդ առումով չունենք այս իշխանությունների հետ, որպեսզի կարողանանք հասկանալ ի վերջո այդ ուղղությամբ եւս տարվում են աշխատում, մենք նույնիսկ դրա պատասխանը չունենք, տարվում են թե ոչ, որովհետև ընդհանրապես դրա մասին խոսող չկա, կամ ինչպես խոստացել էին այս իշխանությունները սկզբում տեղահանումից, որ աշխատանքներ են տարվում ադրբեջանական կողմի հետ, որպեսզի համատեղ աշխատանքներ տարվեն եւ հայտնաբերվեն կամ մարմինները մեր անհետ կորած հայրենակիցների կամ որևէ տեղեկություն ունենանք իրենց տեղակայման վայրի մասին եւ առ այսօր որևէ տեղեկություն չունենք, այսինքն պոպուլիզմ եւ դատարկաբանություն ու ոչինչ չանել, սրանք հենց նկարագրությունն են այս իշխանությունների։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, մենք զրուցում ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։